Բուքինգեմյան պալատի մոտ ենք, թագավորական ընտանիքի նստավայրը։ Ինչքան մարդ կա այսօր ստեղ, չնայած միշտ է էլի ստեղ այդպես։ Բուքինգեմյան պալատը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես միապետի նստավայր, ազգային եւ թագավորական տոնակատարությունների կենտրոն եւ պահակախմբի փոփոխության արարողության վայր։ Հենց այդ արարողությունն էին եկել այսքան մարդ տեսնելու, որը պետք է կայանար առավոտյան ժամը 11-ին ու չգիտես ինչու այդպես էլ տեղի չունեցավ։ Բուքինգեմյան պալատն ունի նաեւ բաց դռների օր։ Հոյակապ պալատական սենյակները կարող եք տեսնել ամեն ամառ, իսկ թե որ օրերին կարող եք այցելել եւ ինչ արժեն տոմսերը կարող եք գտնել օֆիցիալ սայթում։ Տարվա մնացած մասը պալատը բաց է միայն ընտրված ամսաթվերին, փոքր խմբային շրջագայությունների համար։ 2 ժամ սպասում ենք, որ ես գնամ կա։ Հարևանությամբ մեծ եւ գեղեցիկ այգի կա, կարող եք ձեր մնացած օրը անցկացնել այս այգում։ Այստեղից մտանք այս մեծ պարկը։ Այսօր շատ արև է, մտանք պարկ, մի քիչ հով էր, գնանք մի քիչ հանգստանանք ու շարունակենք, տեսնենք էլ այսօր ուր ենք գնում։ Քանի որ հարևանությամբ էր գտնվում Լոնդոնի հայտնի այգին, որոշեցինք ոտքով բարձրանալ դեպի այս այգին ու սա էլ տեսնել։ Ճիշտն ասած, Լոնդոնը զարմացրեց իր այգիների քանակով ու մեծությամբ, այնքան մեծ էին այգիները, որ չէինք հասցնում բացահայտել ամբողջ տարածքը, քանի որ մենք այդտեղ շատ երկար ժամանակով չէինք, բայց աշխատեցինք բոլոր հայտնի այգիներում լինել, գոնե տեսնել ու հաջողվեց։ Եթե ձեզ էլ հետաքրքրեց, կարող եք մեր նախկին տեսանյութերում բացահայտել Լոնդոնի ամենահայտնի այգիները ու ոչ միայն, եթե առաջիկայում ունեք պլաներ Լոնդոն այցելության, կարող եք մեր տեսանյութերի միջոցով ավելի հեշտ պլանավորել ձեր օրը, ուր գնալ, ինչ անել, ինչ արժեն տոմսերը, ամբողջը կգտնեք մեր ալիքում։ Վայ, իմ աղջիկը էլի ծաղիկա բերել ինձ, ապրի իմ բալեն, պաչիկներ։ Շատ հավես այգի է, երեխեք։ Ինչ սիրուն է այս մեկը թևերը բաց է։ Սիրտը շատ սիրուն է։ Այս երկու անբաժան ընկերներ է, այս երկու անբաժան ընկերներ է։ Պաղպաղակ ուտում եք։ Դե վազեք։ Հայդ պարկի հարևանությամբ էլ այս մյուս սիրուն պարկն ենք եկել, էլի բոլորը իրար մոտ են, մի 15-20 րոպե ոտքով, տենց քայլելով, մի պարկից դուրս է գալիս, մյուսը կարող եք գալ, շրջել, հələ տեսեք այս մեկն էլ ինչ սիրուն է։ Ատու եք գոզակ։ Հեռախոսումս արդեն տեղ չի մնացել, այնպես որ ամեն ինչից մի քիչ ցույց եմ տալիս, երեխեք ջան։ Also the steps.
Իսկ հիմա ուղևորվում ենք Համլիս հայտնի էլի խաղալիքների խանութ, այսինքն տեղափոխվում ենք խաղալիքների աշխարհ։ Հենց մուտքի մոտ խանութի այցելուներին դիմավորեցին այսպես. ասեք, որ հավես է։ Ընկանք խաղալիքների աշխարհ, երեխեք։ Չգիտեմ ստեղից ոնց ենք դուրս գալու։ Մի ամբողջ օր ա պետք, որ այս խաղալիքի խանութում մենք ման գանք։ And the last but not least laser. Wow, the cat will follow. Like a cat following the laser. Of course, you already know. Տեսնում եք ինչ գովազդ է, երեխեք։ Շատ ուժեղ գովազդ է։ Ծառչուկները շատ են սիրում։ Հենց դրան մոտից գրավում են հաճախորդներին։ Thing is the way it flies. So if the top is facing up, I simply let it go. I can use my head, my legs, any part of the body I like to make the ball fly. Now if I point the ball towards direction, a big push, it comes right back, just like a boomerang, guys. Just like that. Once you're done, all you got to do is shake. Connected by magician tickler. There it is. That follows your head. So your head left, it goes left. Right, it goes right. Magic! Magic color. You take this up and spin. No power and no charging. Any of your actions. Everything you need comes inside of it. Take a look, there's more information on the back. If you have any questions, come and have a look. No power and no charging. You can levitate any of your items. Just like that. You already have it? Go to... Այս փոքրիկների բաժիններ, գնում ենք վերև մի փոքր ավելի մեծերի բաժին։ Ու ինչ լավն է։ Այս խանութից սկի ես չեմ ուզում դուրս գամ, այս երեխեքին ոնց ենք տանելու։ Ո՞րն է սիրում։ Բլուսկիտ գույն աներ, կանաչ աներ։ Չէ, ինքը կապույտն է սիրում։ Wow! You like it? You want some? Ասմա սիրում ես? Դուրդ գալիս է? Շատ սիրուն է, ամբրար ես։ Երկար մազերից սիրուն է։ How much this? 25. Շատ սիրուն է։ Ժակլին, քո սիրած ստիչն է։ Խոսում է։ Լսել եմ արդեն ուզում խաղամ այս խաղալիքներով, չեմ ուզում ստեղից դուրս գամ։
Օ, այս ինչ մեծ ստիչ է։ 100 եվրո է այդ ստիչները, Ժակլին։ Սիրուն են, չէ՞։ Ստիչի պայուսակները։ Շատ սիրուն է։ 100 եվրո մի հատ այտենց պայուսակը։ Շատ թանկ է։ Լուսերը վառեցիր ավտոյի։ Բարձրանում է չի վերջանում հարկերը։ Այստեղ էլ վաճառում են տարբեր տեսակի խաղալիքներ։ Գնում ես իր պատյանը, սենց հասած իր մարմինը գնում ես, խոզած շորերը հաղթնում ես, շորերն էլ առանձին ես գնում։ Այս է շորերն է։ Այստեղ պատրաստում են այս սիմպոտեղու համար, իր անդրած արջուկը, այսենց հլպահիկ սիրուն մայկայով, այսենց կարում են տեղում։ Պետք է առնենք նոր, հա լավ, հետո կհակցնենք։ Կեմ դու սա խանութ ուզում ես տանես տուխու հետ։ Մենակ երկու հատ։ Ոս ինչ հավեստեղ է։ Champion. You are the champion. Ծափահարություններ։ Դու վարդագույնն ես ընտրել Ժակ։ Հայ։ Դա։ Շնորհավոր Արջուկ ջան շորերդ, բարով մաշես, լավերը մաշես, հիմա քո պապան ստիպած պետքա շուշուտ շորեր առնի։ Ինչ լավն եղա։ Անձնագիրն էլ վերցրա։ Հա, անձնագիր էլ ունի։ Օ, տեսնում եք, լավ կտանես անունը կդնես, բանը կնունքին մեզ կկանչես։ Հա, բաբալը տանովում մտնի։ Գնացինք, խալամվեցինք և գնացինք այս խանութից։ Ah mais ça, je peux pas tomber moi. Genre en mode ça tient derrière. Լակոստի դիզայնը խանութի, սիրուն է, չէ տերևներով։ Մետրոյում ենք, բայց այս մետրոն ուրիշ ձևի մետրոյ է։ Այս ապակուս դռները կբացվեն ու նոր հետո մետրոյի դռները կբացվեն։ Հետաքրքիր է, չէ։ Բարի լույս երեխեք ջան, այսօր էլ եկել ենք Լոնդոնի փոքրիկ Վենեցիան տեսնելու։ Այստեղից կարելի է նավակ վերցնել ու շրջել ջրի վրայով։
Հեսա կշարժվի, տեսեք ժամերը այստեղ նշած է նավերի երկու կամպանիա կա, այնպես որ կարող եք ընտրել մեկն ու մեկը ու տուր անել, հելը որ մենք ոտքով ենք քայլում, շրջենք, տեսնենք, հետո կերևա նավ նստում ենք, թե չէ։ Հա, գներն էլ գրած էր, եթե նկատեցիք, մեկ անձը 18 եվրո, մեծերը երեխաներ 14։ Այս էլ իրանց փոքրիկ Վենեցիան։ Հավեսը նոր ասովորում, հլի չի կարում, շատ դժվար է դրանցով անելը, մալազեց, որ այդքան կարում է, Ժակո։ Конечно. Спасибо. Փոքրիկ Վենեցը տեսանք արդեն, շատ սիրուն էր, հիմա այստեղից գնացք ենք վերցնում ու գնալու ենք մի թաղամաս, որտեղ բոլոր շենքերը գունավոր են, իսկ թվում է շատ սիրուն կլինի, սիրուն ֆոտոներ կանենք ամենայն դեպս, գնանք տեսնենք։ Երեխեք ջան, այս էր ընդամենը, այսքան ճանապարհ կտրել հասել ենք, որ այս երկու շենքը տեսնենք, մենք իմացանք մի ամբողջ փողոց է, չնայած կարող է հետևն էլ կա, որովհետև նկարների մեջ տենց ահագին մեծ թաղամասեր երևում, բայց ամեն դեպքում այսա սիրուն ֆոտոներ կանենք ստեղ ու կգնանք։ Մամիք չքայլենք վերև, տեսնենք հակառակ փողոցն է, էլի հենց դեմ դիմաց է, էլի շենքերը են սիրուն գույներով է։ Այս մի շենքն էլ էր հետաքրքիր, ամբողջ շենքը սպիտակ է, բայց դռները դեղին ու կապույտ։ Այս են սիրուն ու հետաքրքիր նկարներ արեցինք ու շարունակեցինք մեր ճանապարհորդությունը։ Տեսեք ինչ լավ բաներ կա բուսում, զարյատկա կարանքը վերցնենք ճանապարհին։ Այստեղ մի հատ հետ
հետաքրքիր խանութ ենք մտել։ Այսպես ծաղիկների տեսքով դամաշնիկն է։ Կհագնեիք երեխեք։ Հա, շատ սիրուն է։ Հա։ Ու դրել են այս կոմպոզիցիայի մեջ այս ծաղկային։ Չի տարբերվում, ոնց որ իրանք էլ ծաղիկ լինեն։ Շատ սիրուն է դեկորացիան արած։ Մեզանից ոչ մեկը այս ոճի սիրահար չէր, զուտ հետաքրքրության համար էինք մտել այս խանութ ու հետաքրքրության համար էլ հարցրեցինք ինչ արժի։ Մոտավորապես 114 եվրո։ Ձևավորում է ինչ հետաքրքիր է արված։ Լավ են մտածել։ Էս էլ բան է, ցինոյի մեջ գույներով։ Էս էլ սևեր են։ Էսի ամենասիրածն է։ Սիրուն է, սրճարանը։ Հիմա գնում ենք հաց ուտենք, մի քիչ էլ վայելենք գիշերային Լոնդոնը, մեր վերջին օրն է, ու գնանք արդեն վաղը թռնում ենք Բելգիա։ Երեխեք ուզում եք գնանք Բելգիա։ Ուզում եք գնանք Բելգիա։ Չէ։ I love London. Հիմա անձրև է սկսել, ոնց կլիներ, լինեինք Լոնդոնում ու անձրև չտեսնեինք, անձրևն էլ տեսանք, անձրևի տակ էլ ընկանք, նենց որ ամեն ինչ օքեյ է, բան բաց չենք թողել, 5 օրում հասցրեցինք լավ ման գալ էլի, այսպես ասած, ճիշտ ասած տեմպի ու ռիթմի տակ, շատ հոգնածնող, առավոտից իրկուն քայլել ենք, բայց հավես էր։ Երեք Մակդոնալդսում ենք կերել, այսօր չեն ուզում գնան Մակդոնալդս, ինչքան էլ համոզեցին, Մակդոնալդսն ավելի մոտ էր։ Հիմա KFC-ի համար մենք այսքան անձրևի տակ քայլելով, KFC, լավ, ինձ նկատողություն են անում, պետք է այսքան քայլելով հասնենք, այնտեղ 21 րոպե պետք է քայլենք, որ գնանք այնտեղ հաց ուտեն իրանք։ Չնայած լոնդոնյան այս գեղեցիկ ճարտարապետական շենքերը վայելելով գնում ենք։ Ահա, մենք հասանք։ Oui. Այո։ Երեխեք, հələ նայեք ինչ հետաքրքիր շենք է, նեղ ու երկար։
Մենք մի հատ հետաքրքիր պաստառ ենք գտել, վրան գրված է առաջին 3 բառը, որ կկազմես, դա կլինի քո 2025 թվականի մանտրան։ Երեխեք, ինչ գտաք։ Ինչ գտաք։ Ոչ մի բան։ Ես փորձեմ գտնեմ։ Դժվար է, 10 ժամ պետք է գա։ Հետաքրքիր էր առաջին բառը, որ գտա, անգլերեն create բառն էր, որը նշանակում է ստեղծել, այսինքն 2025 թվականի իմ անելիքների շարքում ձեր համար նորանոր վիդեոներ ստեղծելն է։ Այ քեզ համընկնում։ Սոֆին գտավ love բառը։ Մամ դիսկո։ Ահա։ Էլիզը դիսկո գտավ, բայց 3 բառ պետք է գտնեք։ Լավ, գնացինք այսօր ամբողջ օրը ստեղ կմնա։ Պասիոնս, ահա, ֆրանսերեն գտար։ Ահա, նկարեցի։ Մեր պապային մի հատ նվեր ընտրենք ստեղից, այս բաժակը երևի։